Բարելույս, բարելույս հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, այս առավոտ բարլուսով շատ արագ մի թեմայի վրայով անցնենք, որը վերաբերվում է հաշվետու և անհաշվետու իշխանավարմանը, որի դասական օրինակը երեկ ազգային ժողովի հարևանությամբ Ալեն Սիմոնյանի, ազգային ժողովի նախագահ և Միքայել Մարգարյանի միջև, Միքայել Մարգարյանն էլ քաղաքական ուժի միավորման ներկայացուցիչ է, նրանց միջև տեղի ունեցած, այսպես ասած, կոնֆլիկտի, բախման, չգիտեմ, վեճի մասին, եւ ինչն է հետաքրքիր, որ այս վեճը մենք հնարավորություն ունենք, մեզանից շատերն էլ երևի տեսել են արդեն, հենց տեսանյութով, մեր աչքով տեսել ենք, մեր ականջով լսել ենք եւ ժամեր անց Ալեն Սիմոնյանը դրա մասին այսպես հաշվետվություն է ներկայացնում, կարծես ներկայացնում է ինչ-ինչոց է եղել եւ հիմա այն ինչ մենք տեսել ենք, գիտենք եւ կարելի է ստուգել փաստերով եւ այն ամենը ինչ պատմում է Ալեն Սիմոնյանը։ Այս երկուսը իրար հետ համադրելով մենք կտեսնենք, թե ընդհանրապես մեր իշխանությունները, իսկ ազգային ժողովի նախագահը դա փոքր մարդ չի, խոսքը Ալեն Սիմոնյանի անձին չի վերաբերվում, այլ ազգային ժողովի նախագահի պաշտոնին է վերաբերվում, ահա տեսնենք, թե ինչպես են մեր իշխանությունները իդեմս ազգային ժողովի նախագահի ներկայացնում եղելությունը, իրողությունը։ Սա ինչով է շատ կարևոր, իհարկե զարմանք չի, բացահայտում չի, բայց հատկապես այն մարդկանց, ովքեր դեռ համակրում են ԿՊ-ին կամ ինչ-որ հույսեր են, ակնկալիքներ ունեն ԿՊ-ի հետ, ազնիվ մղումներից ելնելով, լավ կլինի, որ այդ մարդիկ տեսնեն, թե ինչ զուգահեռ իրականություններում են ապրում իրենք, իրականությունը եւ իշխանությունների պատկերացումները։ Եվ ինչքանով են նրանք կյանքի մոտ կամ կյանքից կտրված, ինչքանով են նրանք տարածության եւ ժամանակի մեջ կողմնորոշում եւ ինչքանով են ապակողմնորոշված եւ ինչքանով են շարունակում մեզ ապակողմնորոշել։ Այս ամեն ինչը իհարկե Նիկոլ Փաշինյանի մակարդակում մենք բազմիցս լսել ենք, այսպես նույնիսկ արդեն սովորական է դարձել, բայց եւ այնպես ես ուզում եմ ձեզ ներկայացնել եւ սկսենք նախաբանից, հա, կամ մինչ այդ բուն բախումը ինչա տեղի ունեցել։ Մինչ այդ բախումը 2 օր շարունակ քաղաքական պահանջ կար ազգային ժողովի բոլոր խմբակցություններին նամակով դիմել են քաղաքական ուժը, համահայկական ճակատ անունով, դիմել է քաղաքական ուժը եւ խնդրել, համահայկական ճակատի մեջ մտնում են զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատները, մարտական անցյալ ունեցող անձինք, 44-օրյա պատերազմի մասնակիցներ եւ ընդհանրապես քաղաքականությամբ հետաքրքրված եւ քաղաքականապես ակտիվ քաղաքացիներ, ու այդ մարդիկ շատ կիրթ, շատ գրագետ ձևակերպել են իրենց պահանջը հետեւյալ կերպ. դիմել են ազգային ժողովի 3 խմբակցություններին էլ, թե ԿՊ-ին, թե Հայաստան Դաշինքին, թե Սերժ Սարգսյանի падգամավորներին, անունը չեմ հիշում, դիմել են եւ խնդրել են հրապարակել քննիչ հանձնաժողովի 44-օրյա պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի զեկույցը, որը արդեն իսկ պատրաստ է եւ ինչ-ինչ անհասկանալի եւ գուցե նույնիսկ ոչ այնքան օրինական կամ ոչ այնքան իրավական հիմքերով արխիվացվել է, չի հրապարակվում։ Այսինքն տարիներ շարունակ հանձնաժողովը աշխատել է, մարդիկ սպասել են, անկախ նրանից ինչ պիտի ինձ հրապարակվի, ճիշտ է, սխալ է, մարդիկ սպասել են նյութերին, որպեսզի ծանոթանան այն նյութերին ու նամակում դիմում են, ասում են, եթե պետական գաղտնիք կա, այդ հատվածները կարող եք չհրապարակել, իսկ մնացած հատվածները, որոնք հանրության սեփականությունն են եւ ըստ էության ազգային ժողովի պարտավորությունն է հաշվետու լինել ժողովրդի առաջ, այն ժողովրդի, որի անունից այդքան հաճախ հանդես է գալի Նիկոլ Փաշինյանը, ասում հաշվետու եղեք ժողովրդին։ Ես հասկանում եմ, որ ժողովրդի մեջ կան մի մաս, որոնք կենթանուց չեն տարբերվում, իրանց կենսակերպով, պրիմատներից չեն տարբերվում։ Այդ մարդկանց ոչինչ հետաքրքիր չի քաղաքական բնույթի։ Այդ մարդկանց հետաքրքիր է մի հատ ֆիզիոլոգիական պահանջները, բայց ժողովրդի մի ահռելի զանգված էլ ունի քաղաքակրթական եւ քաղաքական նվազագույն հասունություն եւ պահանջում է հաշվետվողականություն։ Նրանք, ովքեր միայն ֆիզիոլոգիական պահանջմունքներով են ապրում, ես նրանց դեմ բան չունեմ, մարդկայնորեն ես նրանց դեմ բան չունեմ, ես նույնիսկ խղճում եմ նրանց, ես նրանց կարող եմ կարեկցել։ Միջև այն պահը, երբ որ իրանք դառնում են փորձանք քաղաքակրթության եւ մեր քաղաքական հասունության համար, միջև նրանք կդառնան փորձանք մեր քաղաքական ընտրության համար։ Այսինքն, այս
երկու իրականությունները իհարկե մեր ժողովրդի շրջանում կա, բայց ես կարծում եմ ֆիզիոլոգիական պահանջմունքով ապրող կենսաբանորեն պրիմատները մենք էլ ենք պրիմատ կենսաբանորեն, բայց մենք փորձում ենք ավելին լինել, քան պարզապես պրիմատ։ Մի քիչ լինել homo sapiens, բայց դա էլ է քիչ։ Մի քիչ լինել մարդ քաղաքական, մարդ տնտեսական, մարդ մշակութային։ Ահա։ Եվ այս մարդիկ, ահա այսպիսի պահանջ են ներկայացնում։ Ես ընդունում եմ, որ բոլորը չեն կամ ողջ հանրությունը չի, որ նման պահանջ ունի։ Շատ մարդկանց միևնույնն է այդ հաշվետվությունը, այդ զեկույցը, միևնույնն է, որ մեր վճարած հարկերով մարդիկ տարիներով աշխատել են եւ պրոդուկտը, որը արդեն իսկ պատրաստ է, չեն հրապարակում։ Շատ մարդկանց սա միևնույնն է, բայց հարց չկա, ժողովուրդ ջան, գնացեք եւ ապրեք ձեր կենսաբանական իրականության մեջ։ Մենք մի քիչ քաղաքակրթական իրականություն ենք ուզում եւ ահա այդ մարդիկ ներկայացրել են այդ նամակով եւ 2 օր շարունակ այդ մարդիկ ազգային ժողովի այսպես դռների մոտ ցանկապատի դռների մոտ սպասել են падգամավորները, որոնք դուրս են եկել, հատ-հատ այդ падգամավորին դիմել են, այսինքն հերիք չի նամակով են դիմել, մի հատ էլ անհատապես ամեն մեկին խնդրել են, բացատրել են, ներկայացրել են, ասեն այս զեկույցի հրապարակման հարցը քննարկեք։ Եվ ինչա տեղի ունենում։ Ազգային ժողովում հատկապես ընդդիմադիր, պարլամենտական ընդդիմադիր մի քանի падգամավոր այս հարցը բարձրացնում են։ Ասում են, որ մարդիկ պահանջ ունեն, ավելին Հայաստան դաշինքից Աննա Գրիգորյան ասում է, թեև մենք այդ զեկույցին լուրջ չենք վերաբերվում, մենք գիտենք, որ դա կանխակալ, միակողմանի, ԿՊ-ի շահերը սպասարկող կողմնակալ զեկույց է, բայց եւ այնպես ասում է, մարդիկ պահանջում են, ինչ որ է, ասում է, լավն է, վատն է, հրապարակեք եւ մենք փոխանցում ենք որպես падգամավոր ժողովրդի պահանջը։ Հակոբ Ասլանյանը, որ Հովիկ Աղազարյանի հետ միասին դուրս եկավ ԿՊ-ից, առանձին հարց է տալիս վարչապետին ուղված նիստը վարում է Ալեն Սիմոնյան։ Ես սա ասում եմ, այս դեպքին նախորդող 2 օրը ինչա տեղի ունենում, որ հետո տեսնենք, թե Ալեն Սիմոնյանը ինչպես է հաշվետվություն ներկայացնում մեզ, ինչպես է պատմում մեզ եղելությունը։ Հակոբ Ասլանյանը հարց է ուղղում, ասում է, որ կան մարդիկ պահանջ են ներկայացրել, խնդրում են պատասխանեք, այդ զեկույցը կհրապարակվի, թե չէ, խոսքը ուղղում է վարչապետին։ Ալեն Սիմոնյանը իր բարձր դիրքերից նախագահի ազգային ժողովի նախագահի բարձր դիրքից ընթացք չի տալիս, ասում է գրավոր ներկայացրեք այդ պահանջը։ Լայեղ չեն անում, նույնիսկ պատասխանեն։ Ասում է գրավոր ներկայացրեք այդ պահանջը, թեև հիշեցնեմ, որ գրավոր պահանջը արդեն ներկայացված է քաղաքական ուժի կողմից։ Այսինքն անհետ կորածների, զոհվածների եւ քաղաքական ակտիվի կողմից գրավոր պահանջը արդեն իսկ ներկայացված է։ Բայց Ալեն Սիմոնյանը մի հատ էլ падգամավորին է ասում, գրավոր ներկայացրեք ձեր հարցը։ Մի հատ էլ գրավոր, մի հատ էլ պետք է գրավոր դիմես, որ այդ գրավոր դիմացը բանատեղ անցնի կամ դրա մասին պատասխանի։ Ահա այսքանը նախերգանքը։ Հիմա ինչա տեղի ունենում 3 շատ падգամավորների պես Չէ, մինչև այդ մի հատ դրվագել կա, մի քանի ժամ անց Ալեն Սիմոնյանը դիմում է Հայաստան խմբակցության падգամավորին եւ եթե չեմ սխալվում նաեւ Սերժ Սարգսյանի падգամավորներին եւ ասում է, եթե այդքան դուխ ունեք, չգիտեմ, այդքան կարակ, դուրս եկեք Սյունիքի փողոցներում լայվի կոճակը միացած քայլեք եւ տեսեք թե ձեր գլխին ինչ կբերեն։ Ալեն Սիմոնյան, եթե դուք իրոք ընթացիկ էլ, եթե դուք իրոք այդքան դուխ ունեք, դուրս եկեք այդ նույն բանն արեք առանց թիկնապահների։ Կամ Նիկոլ Փաշինյանը, եթե ձեր կարծիքով այդքան լեգիտիմություն ունի, առանց թիկնապահների, էդի արեք։ Դուք կտեսնեք ինչ է լինում։ Հա, բայց եւ այնպես, ահա մեծ խոսալուց հետո, որ դուրս եկեք լայվի կոճակը միացած, ահա լայվի կոճակը միացած, Ալեն Սիմոնյանին դիմավորում են քաղաքական պահանջ ներկայացնող ժողովուրդը, հասարակությունը եւ ասում է Միքայելը Մարգարյան եւ ասում է զուգահեռ ասեմ ու այս ամենին Ալեն Սիմոնյանը այսպես է ասում է ես դուրս եկա պարլամենտից արդեն իր լայվում Ալեն Սիմոնյանը ասում է դուրս եկա եւ ինձ համար անակնկալ ուրեմն 2 օր է այնտեղ այդ տեղի ունենում պարլամենտում 2 օր է այդ հարցը քննարկվում է ու հանգարց Ալեն Սիմոնյանի համար անակնկալ, ինքը տեղյակ չէր փաստորեն ինչ է պարլամենտի նախագահն է։ Անակնկալ ասում է, այսպիսի հարցեր պարզվեցին։
ահա իրականությունը, 2 օր շարունակ նույն հարցը քննարկվում է եւ հաշվետվությունը։ Ասում է ինձ համար անակնկալ։ Միքայելը մոտենում է։ Ասում է բարև ձեզ, կարելի է ձեզ հետ զրուցել հոգնակի հարգալից դիմելաձևով։ Որին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասում է քո հետ խոսալու ես չունեմ, դու արժանի չես, որ քո հետ խոսամ։ Սա ազգային ժողովի նախագահ դիմա քաղաքացու։ Ու դիմելով թիկնապաններին ասում է տարեք սրան ստուց տարեք այս փաստը տեսանյութով երևում է։ Հիմա Ալեն Սիմոնյանն ասում է ինձ մոտեցավ ոմն մի կա, որին ծանոթ եմ համացանցից եւ իմ երեխայի հանդեսի ժամանակ ինչ որ լայվ է արել։ Ու անցնում է առաջ, այս էր իր հաշվետվությունը։ Միգուցե ասում է որոշակի կոպիտ պատասխանեցին, ուրեմն կոպիտ պատասխան է, էլի այնտենց սրան տարեք, քո հետ չկա խոսալու, դու արժանի չես, երբ որ դիմում են ձեզով, դուքով։ Հիմա երկու բառ էլի անցնենք իրականությունը։ Ալեն Սիմոնյանը միջև մարդ դառնալը, այսպես ժողովրդական ձևակերպման, հա, որ հիմա դե մեծ մարդ է, ազգային ժողովի նախագահ։ Եղել է, մանուկ է եղել։ Միկայի հետ մանկուց շփվել է, որքան գիտեմ նույնիսկ ֆուտբոլ են խաղացել իրար հետ մարդիկ։ Հետագայում Ալեն Սիմոնյանը շոու բիզնեսում փորձել է ռեալիզացվել։ Իսկ Միկան, Միքայել Մարգարյանը, պրոդյուսեր է, ինքն էլ է շոու բիզնեսում։ Այսինքն նրանք իրար բազմաթիվ անգամ առիթներ են ունեցել, հավասարը հավասարի նորմալ շփումներ ունենալ, բայց Ալեն Սիմոնյանը այս ամեն ինչը իր հաշվետվության մեջ իհարկե չի ներկայացնում։ Նա ընդհանրապես ներկայացնում, որ ինչ-որ իր երեխայի միջոցառման հետ կապված ինչ-որ մի կան լայվ է արել։ Ես փորձեցի ճշտել այդ ինչ լայվ է եղել, այդ ինչի մասին է խոսքը։ Եվ ահա թե ինչի մասին է խոսքը։ Միկան ասեցի պրոդյուսեր է։ Եվ որևէ որոշակի դպրոցում միջոցառման կազմակերպիչն է հանդիսանում, ենթադրում եմ պատասխանատուն է հանդիսանում։ Եվ միջոցառումը սկսելուց, հա, այդ միջոցառման մեջ մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանի երեխան։ Եվ միջոցառումը սկսելուց 15 րոպե առաջ ոստիկանությունը կանչում է Միկային եւ ասում է ավտոմեքենատ կայանա տեղից հանի։ Կայանել է ավտոմեքենան, մարդը գործ է անում։ Ասում են հանի ավտոմեքենատ, ասում է ինչի համար։ Ասում է գալիս են աստվածներ, այսինքն Ալեն Սիմոնյանը պիտի գա եւ այնտեղ մեքենաներ պիտի չլինեն, ինքը պիտի այսպես կենտրոնում է, եթե չեմ սխալվում Պուշկինի դպրոցում, Պուշկինի անվան դպրոցում, կենտրոնում է իրադարձությունները տեղի ունենում։ Միկային ասում են մեքենա թանի, Միկեն ասում է լավ մեքենաս հանեմ, որտե կանգնացնեմ, կենտրոնում այսպես կցանում է, 15 րոպեից էլ միջոցառումը սկսում է, եթե ես հիմա մեքենաս հանեմ, ունգնեմ կենտրոնով մեկ ման գամ թե որտեղ կայանեմ, միջոցառումից հետ կմնանք, ամբողջ ծրագիրը պրավալ կգնա։ Ավելին ասում է, պիտի որ Ալեն Սիմոնյանը գոնե իր երեխայի խաթը հասկանա, որ չի կարել իր երեխայի միջոցառումն է փչացնում իր ամբարտավանությամբ, փառասիրությամբ, փառամոլությամբ։ Ոստիկաններն անդրդվելի են, կանչում են էվակուատոր, որ Միկայի մեքենան պիտի հանեն։ Իրանց չի հետաքրքրում, ոչինչ չի հետաքրքրում։ Կա շեֆի գալու պահանջը եւ կա որ պետքա մեքենան տեղից հանվի, որովհետեւ էլ եմ ասում, շարքային քաղաքացին ով է, որ մեքենա կայանի միտեղ, որտեղ պիտի գա ու կայանի կամ չգիտեմ, իջնի ազգային ժողովի նախագահ։ Այս շարքային էմպերաշկի ուտող, կուկուռուզ ուտող, այդ սովորական շարքային մեր իշխանավորը իրականում տեսեք թե ինչ է լինում։ Իդեպ Ալեն Սիմոնյանի հետ մի այսպիսի օթում կախված լուր էլ կա, եթե պետք է ավելի ստույգ կարամ ճշտեմ մանրամասներով ասեմ։ Ալեն Սիմոնյանը դպրոց է գնում, այդ չգիտեմ որ դպրոցն է լինում, եւ դպրոցի տնօրենը չի դիմավորում։ Եթե չեմ սխալվում, որպես ծնող է գնում, դպրոցի տնօրենը չի դիմավորում, չի ներկայանում։ 3 ամիս հետո այդ տնօրենին առանց որևիցե լուրջ հիմնավորման ազատում են աշխատանքից։ Այսինքն դու ով ես, որ աստվածներին տեղը չես բերում։ Սա իմիջայլոց որպես օթում կախված լուր։
Հիմա ասենք բուն Միկայի թեմային։ Միկան որպես վերջին միջոց, որպես ծայրահեղ միջոց, լայվ է միացնում եւ ասում է ժողովուրդ ջան, հիմա ես ցենց սիտուացիայի մեջ եմ, այս մարդու խաթր ինձ ասում են մեքենատ հանի ու իմ ամբողջ գործը պիտի պրավալ տան։ Իմը հələ հեչ բայ երեխեքի միջոցառում։ Այդ լայվից հետո Միկային հանգիստ են թողնում։ Այսինքն դա հարց է լուծում, հանգարցակի, պարզվում է որ կարա մեքենան մնա այդտեղ։ Բայց սա, ինչպես ժողովրդական տերմիններով ասած, Ալեն Սիմոնյանը գցում է թոքերը։ Միկայի նկատմամբ աբիդան այդպես պահում է։ Թե դու քանի գլուխ լնես, որ քո հանրային ակտիվությունը, Facebook-ի տված հնարավորությունները, խոսքի ազատությունը, ժողովրդավարական կենսակերպն ու մշակույթը օգտագործես ու չենթարկվես իմ բռնակալական պահանջին։ Սա Ալեն Սիմոնյանը մեր հարգելի սիրելի ազգային ժողովի նախագահ գցում է թոքերը։ Եվ ահա թե այդ պահին ինչա Ալենի մեջ զարթնում նորից ու ինքը իր լայվում դրա մասին ակնարկեց, բայց չպատմեց, թե այդ ինչ ա եղել, որ ձեր երեխայի միջոցառման ժամանակ Միկան լայվ ա մտել։ Այդ ինչ կապ ունի երեխան, միջոցառումը, Միկան, ինչ կապ ունի, որ դուք ահա ընդեղից իբր թե ընդեղից գիտեք Միքայել Մարգարյանին։ Իբրև թե ընդեղից գիտեք, ոչ, ընդեղ կա ձեր ամբարտավանության ամենամեծ խոցելիությունը։ Դուք ուզել եք մի բան անեք ու եղել է քաղաքացի, որ չի հպատակվե ձեր կամայական պահանջին։ Հիմա ահա իրականությունը կամ իրականությանը մոտ նյութը, տրամաբանությունը եւ ահա Ալեն Սիմոնյանի պատմությունը, որ համացանցից եմ ես նրա մասին իմացել, որ անձնական կյանքում նա շոու բիզնեսում բազմաթիվ փորձեր արել կայանալու եւ այդպես է չի կայացել, գիտեք։ Իսկ որ փորձեր արել, դա էլ գիտեք։ Տեսանյութեր կան, որտեղ ինքը որպես դերասան է իրեն փորձում ռեալիզացնել, դա էլ գիտեք։ Միքայել Մարգարյանն էլ որ պրոդյուսերը, այսինքն այդ աշխարհից է, այդ ոլորտից է, ըստ էության տունը դրանով է պահում, այդ գործով է պահում։ Դա էլ գիտեք, ստուգելի փաստեր են։ Ըստ էության բոլորն էլ գիտեն, շատերը գիտեն լավ, ով էլ չգիտի, կարա ճշտի իմանա։ Եվ ահա այս կետից հետո դույով դիմելով եւ արժանի չես քո հետ խոսելու։ Այդտեղ Միքայելը արդեն դույով ասում է. «Իս դու արժանի ես»։ Արդեն դիմում է, եթե ես արժանի չեմ, սրան տարեք, իս դու արժանի ես։ Ու ասում է դու արժանի ես, որ բանտում զարթնես։ Դու պիտի բանտում զարթնես։ Ստեղ արդեն սրվում է զրույցը քաղաքացու եւ ազգային ժողովի նախագահի միջև, որին ի պատասխան նա այնտեղից է մունատ գալի, այսինքն հələ որ մունատ է, սա այստեղից է մունատ գալի, որտեղ խոսքի մեջ արդեն սրան եւ այլ, այսինքն դուք լսեցիք մի քանի բանա կուլ տալի ու չի սկզբից ինքը լինում։ Իսկ այն որ քաղաքացին մոտենում է ղեկավարին ու դա պրովոկացիա է, դա էլի մենակ բռնատիրություններում կարա տես բան լինի, որ դա պրովոկացիա է, այսինքն դիմելը պաշտոնյային հաշվետու լինել, դա պրովոկացիա է։ Այդ մենակ այս երկրի էլի եմ ասում են պրիմատների մոտ կարա լինի, ովքեր բիոլոգիական կյանքից են կողմ որևիցե մի այլ կյանք չունեն, ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարումից անդին, ինչը բնորոշ է բոլոր կենդանիներին։ Դրանից ավել ոչինչ ունակ չէ։ Պրովոկացիա է։ Հետո Ալեն Սիմոնյանը շարունակում է իր եթերում, որ հետո նա պրովոկացիա արեց, հետո նա պրովոկացիաների շարք էր։ Հələ մեկ արեց, փաստորեն դուք դուրս եկեք, ես ինչ խեղճ ելնեք դուք, պրովոկացիաների շարքա։ Բա որ Աննա Գրիգորյանին ասում եք լայվի կոճակը միացած քայլեք Սյունիքով, չեք մտածում, որ մի երկու պրովոկացիա էլ ընդե կարա լինի։ Բանը հասնում է նրան, Միկան Արայով է դիմում ազգային ժողովի նախագահին, երբ որ նա այս աստիճան այսպիսի արարքները թույլ տալի, արա բառն է օգտագործում, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը ասում է արան պապատա։ Ընդունենք, որ սեռական բնույթի հայհոյանք չի, բայց ըստ մեր մենտալիտետի դա արդեն սրբությանն է սկպնում, ինչը ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, ասեմ, որ նույնիսկ հայհոյանքից ավելի մեծ բան է, եթե սրբությանն է սկպնում։ Այսինքն կարող ես մարդուն հայհոյել հնարավոր բոլոր հայհոյանքները, դա մի աստիճանի վիրավորանք է եւ ավելի բարձր աստիճանի վիրավորանք է, ըստ 5 արգերի, լավ,
այսպես ասած հին պանյացյաների, ավելի բարձր կարգի հայոյանքը, երբ որ սրբությանն ես վիրավորում։ Դա արդեն բարձր կարգի հայոյանք, եւ այս հին պանյացյաների սա բավականին ավելի անընդունելի է եւ ավելի այսպես քննադատելի է։ Ասում է Արամ Պապատը, ինչին ի պատասխան մի կան սեռական բնույթի հայոյանքը հասցնում արդեն այսպես ասած սրբությանը վերաբերվող։ Ինչին ի պատասխան Ալենն ասում, ստեղից կողքից մյուս ակտիվիստներն են արդեն սադրում, ըստ Ալեն Սիմոնյանի սադրում եւ Միկայի ձեռքերը ոլորում տանում են բաժին։ Այս ինչքան որ հասցրել եմ ճշտեմ, դա եմ պատմում։ Իհարկե քրեական հոդված, խոլիգանություն։ Սկսում են երկար բարակ գրել, որ դու ցենց պատմի ոնց ա եղել, ինչ ա եղել։ Այդ մի երկար բարակ ժամերով գրելու արդյունքում ամբողջ համացանցում տարածվում է տեսանյութը, որտեղ պարզ երևում է ով ինչ ասեց եւ ում արարքից հետո ինչը հաջորդեց։ Եվ այդ ժամերի ընթացքում, երբ որ տեսանյութն է տարածվում, պարզվում է ոստիկանությունում շեֆական զանգերներ իրանց հերթին, պարզվում է, որ շարը ախպեր ջան, մենք չենք կարող սարքենք այս գործը, այս շարը արդեն ակնհայտ է, որ այդ մարդը քրեական չի, խուլիգանություն չի, մենք իր գլխին շար ենք անում։ Մի խոսքով գցում բռնում են, որ չի աշխատի, ասում են լավ, դե եկեք ուրեմն հոդվածը փոխենք, որպես թեթև ընդենց իրավախախտում, բայց ոչ քրեական բնույթի, ու այս մարդկանց Միքայելից բացի էլի մարդ են տարածում, այս մարդկանց ազատ են արձակում։ Դրան զուգահեռ պիտի հետևի, ես ասեմ արդեն։ Իմացեք, որ վարկաբեկման, այսինքն ճիշտը կա։ Քաղաքացին ունի ճիշտ, ունի իրավունք։ Հիմա ինչ պիտի անեն, որ այս իրավունքից շեղեն, վարկաբեկող ինչ որ բաներ են ասելու։ Ես սպասեք, ինչպես Արցախցի աղջկան մետրոյի դեպքով սկսան վարկաբեկող բաներ, ինչ որ դա այսպես պոլիտ տեխնոլոգիա է, քաղաքական տեխնոլոգիա է, պիղծ տեխնոլոգիա է։ Այդպես պետք է այդ են անելու։ Մի խոսքով մարդկանց ազատ են արձակում եւ Ալեն Սիմոնյանը լայվ է դուրս գալի պատմում է թե ինչպես իրեն սադրեցին։ Սա իրականության եւ նրա լայվը լսեք, տեսեք հաշվետվողականության միջև տարբերությունը։ Ես համոզված եմ, որ այս նույն տարբերությունն է լինելու նաեւ պարլամենտի այդ զեկույցի մեջ։ Ինչ ա եղել պատերազմը մեր աչքով տեսած, մեր ականջով լսած եւ ինչ ա անդե զեկույցում զետեղված կամ եզրահանգումները, որոնք այնտեղ արվելու են։ Ես համոզված եմ, սա է իրականության եւ մեր իշխանությունների հաշվետվողականության դեպք։ Դե ես կարծես կենցաղային, միջանձնային կոնֆլիկտ է ես տեղ նկարագրում, բայց ես ուզում եմ, որ մենք տեսնենք, թե քաղաքացու ինստիտուտը պարլամենտի ղեկավարի ինստիտուտի հետ ինչպիսի հարաբերության մեջ է գտնվում եւ ինչքան այսպես ցավալի եւ ողբերգական է մեր վիճակը, ելիմ ասում, բարձր քաղաքակրթական հայացքով դիտելիս։ Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն անդեղ հարցազրույց տալիս, որից մի բան եմ էլի ուզում ֆիքսել էթնիկ զտման նրանց ծրագրերի շրջանակում, անընդհատ խոսելով փախածները, իդեպ սկզբում փախածները նրանք էին, ովքեր Նիկոլին մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, հետո պարզվում է, որ հա իդեպ այդ կտրվածքով ամբողջ Արևմտա Հայաստանից եկածներս, իմ տատերի եւ պապերի մեծ մասը Արևմտյան Հայաստանից եկած են, Էրզրումից, Վանից, այս փախածներն են, էլի։ Հələ Էրզրումցիները այդքան չէ, վանեցիները փաստորեն մենք փախածներ ենք, ամբողջ Հայաստանը, ամբողջս Հայաստանի մեծ մասը մենք փախածներ ենք։ Հիմա պարզվում է, չէ, մենք չենք փախածները։ Փախածները այն ղեկավարներն են, որոնք Արցախի ղեկավարն են, որոնք փաստացի թարսի պես փախած չեն, բանտում են։ Այսինքն նրանք էլ, աչքից լույսը չեն, եթե անկեղծ նրանց շատ ասելիք կա, բայց այս պահի դրությամբ մարդիկ Բաքվի բանտում են եւ Բաքվում դատվում են։ Փաստորեն փախածներ իրանք են, բայց թարսի պես էլի փախած չեն։ Ուրեր թե փախած լինեին, ասենք։ Ուրեր թե փախած լինեին, բայց փախած չեն թարսի պես։ Մի խոսքով, այս ինչա ուզում Նիկոլ Փաշինյանը եւ շեշտելով, որ բանա չեն կռվել, այս չեն արել, այն չեն արել, դա ագին լուրջ առանձին թեմա է, կռվել են, չեն կռվել, ինչի պետք է կռվեն, ինչի չկռվեն։ Մենակ մի բան ասեմ, ժողովուրդ նպատակ է դրած վարկաբեկել մեր ազգի պատմության էջերի
փառքը, հերոսականությունը եւ նպատակադրած արդարացնել մեր իշխանությունների անփառունակ կառավարումը եւ խայտառակությունը ռազմական դրության եւ պատերազմ վարելու գործում։ Այս է խնդիրը։ Ինչա անում այսօր Փաշինյանը, նույն կերպ խեղաթյուրելով, ինչպես Ալենն է խեղաթյուրած պատմում, նույնպես խեղաթյուրելով իրականությունը։ Դա միայն խեղաթյուրում չի, դա մեծ ծրագրի մաս է։ Ոչնչացնել հայի, Արցախահայի մարտնչող պատմության էջերը։ Ոչնչացնել այնտեղ ամեն հերոսական, ամեն անձնուրացություն, ամեն նվիրական, ոչնչացնել այդ ամենը։ Ահա սա է նպատակ դրած։ Այդ ամեն ինչին անունը դնել փախած, թռած, չգիտեմ, չկրված, սա է նպատակ դրած։ Աշխարհի թիվ 1 փախածի կողմից, ես չեմ ասում, օկտատերերը հիշել են, ֆիքսել են։ Նիկոլը մարտի 1-ից փախած է, դրանից առաջ էլ ա եղել փախած, դրանից հետո էլ ա եղել փախած, սաղ կյանքը եղել է փախած։ Պատերազմից հետո նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո փախած էր, մենակ Արարատ Միրզոյանին էին որպես զոհ դեմ տվեն հույսով որ գլուխը կուտեն, իրանք որպես զոհի կարգավիճակում հանդես կգան, այն էլ իրանց բախտը չբերեց, Արարատ Միրզոյանի բախտը բերեց, ողջ մնաց։ Սաղ կյանքները փախած են։ Ու սա արդարացնելու համար նրանք պիտի ջնջեն հայոց պատմության, այն որ սարքել են Հայաստանի պատմություն, հայոց պատմության եւ Արցախի պատմության այդ թառավոր էջերը, հաղթանակի, արճակատման, արիության, տղամարդկության, դիմակայության այդ թառավոր էջերը պետքա վերագրեն փախուստի, թռածության, չգիտեմ, չկռվելու եւ ինչ եւ այլն։ Ահա թե ինչ ծրագիր է դրած։ Ասել եմ, չէ, կապիտուլյացիա, դեմիլիտարիզացիա, ազգային ինքնության ոչնչացում, կարևորագույն ռեսուրսների տրամադրում թշնամուն։ Այս խնդիրն են լուծում։ Հիմա այդ դեմիլիտարիզացիա մարտական ոգու կոտրում, ջախջախում եւ ազգային ինքնության ոչնչացում։ Այսի հիմա անում են։ Ահա թե ինչա նշանակում փախած են, թե չեն կռվել։ Սա ոչնչացնում է մեր պատմության իրականությունը, իրանց ձևով մեկնաբանելով, թե գիտեք, դա հայով է, հայը վախկոտ, թռած, հայով է։ Այս սա է նրանց նպատակը։ Արդեն ասել եմ, Facebook-ը իմ տեսանյութերի տարածման վրա դրել է սահմանափակում, խիստ դանդաղած է, խնդրում եմ տարածեք, շնորհակալ եմ լայքելու եւ կոմենտներ գրելու համար, դա երևս նպաստում է տեսանյութի տարածմանը, բայց խնդրում եմ տարածեք իմ տեսանյութերը, թող մարդիկ հնարավորինս ավելի շատ իմանան։ Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ ես լուրջ մեծ լսարան ունեցող, այսպես հեռուստա ընկերություններում գրեթե չեմ հրավիրվում, չհաշված 24 նյուզը, որի տեսանելիությունը այնքան էլ բարձր չի, եւ Նոյան Տապանը, որը էլի տեսանելիությունը ունի շատ ուղղորդված մի ոճի մարդիկ են նայում, որոնք այդքան էլ իմ խոսքի, իմ տրամաբանության, այսպես գնահատողը չեն, հա, լավ տենց ասեմ։ Խնդրում եմ տարածեք, Facebook-ը միակ ռեսուրսն է, որով ես հաղորդակցվում եմ ձեզ հետ։ Ինչքան հնարավոր է, շնորհակալ կլինեմ, եթե այս տեսանյութը տարածեք։ Տարածեք այնքան, քանի չեն բլոկե, քանի չեն փակե, ինչը էլի ասում եմ, եթե այսպես շարունակվի, գիտեմ, որ դրանք մի բան անելու են։ Ну, այսօրվա համար թերևս այսքան։ Առաջիկայում կպատասխանեմ բոլորին դեմ եմ նախաձեռնությանը մեր միանալու թերություններին եւ առավելություններին, հատկապես այն մարդկանց քննադատությունը հաշվի առնելով, ովքեր եւ բարեկամ են, եւ մեր լավն են ուզում, եւ երկրի լավն են ուզում, եւ մեզ համակրում են, եւ կարան մեզ ընկեր լինեն կամ արդեն իսկ ընկեր են։ Իրանց քննադատությունները ես լսում եմ, ձեր ցավը տանեմ, ես ճիշտ եք ասում, 99%-ով ձեր բոլոր դիտողությունները ճիշտ են, բայց ես դրանց կպատասխանեմ մի ուրիշ ուղիղ եթերով, այս պահի համար թերևս այսքանը, հիմա գնում եմ նաև գործի։ Ի տարբերություն ազգային ժողովում վերընկած, պարգևավճար ստացող, ձրի ու ոչինչ չանող, որևիցե լուրջ օրենսդրական նախաձեռնություն չանող մարդկանց, ես եւ իմ ընկերները մենք այս ակտիվությունը, մեր քաղաքական ակտիվությունը անում ենք մեր հաշվին, մեր հալալ քրդինքի հաշվին, մեր ընտանիքների հետ անցկացած ժամանակից կտրելով կամ ընդհանրապես այդ ժամանակը վերցնելով եւ քաղաքական ու հանրային ակտիվությանը տալով։ Խնդրում եմ կիսվեք այս նյութերով,
Գնահատեք մեր արածը ընդամենը մի կոճակ ստեղծելով։ Թերևս այսքան։ Շնորհակալություն ուշադրության համար, մի շնորհ հանդիպում, լավ օր եմ մաղթում բոլորիդ։